Վերջին զանգ սերիալը վերջակետ դրեց մի պատմության, որը տևական ժամանակ գրավեց հազարավոր դիտողների սրտերը։ Եվ հենց վերջին սերիան էլ եկավ ապացուցելու, որ նախագիծը ոչ մի պահ չի հիասթափեցրել իր հավատարիմ հանդիսատեսին։ Ինչպիսին էր այս սերիալի ընթացքը, հետաքրքիր, թեժ ու բարձր մակարդակի, այդպիսին եղավ նաև ավարտը՝ ուզիչ, գեղեցիկ ու խաղաղ։ Յուրաքանչյուր կերպար գտավ իր հանգրվանը և ամեն մեկի պատմությունը փակվեց արժանի ձևով։ Սկսենք թերևս ամենալուսավոր ավարտ ունեցած պատմությունից։ Հենրին ու Անգելինան երկարատև պայքարներից, բաժանումներից ու փորձություններից հետո վերջապես հաշտվում են և ունենում բալիկ, նրանց նոր կյանքի խորհրդանիշը։ Անգելինայի ու Հենրիի երջանկությունը ամրագրվում է ոչ միայն սիրով, այլ նաև նոր կյանքի ծնունդով։ Հենդոն, որը թվում էր կնքել է իր վերջին ժամերը, իրականում շարունակում է ապրել, թեև գանված սայլակին, բայց մարդկայնորեն փոխված ու հոգով հանդարտված։ Իսկ Ֆայնան, որը նախկինում նպատակ ուներ շարունակել ուսումը արտերկրում, հրաժարվում է մեկնելու մտքից և մնում ընտանիքի կողքին։ Արամն ու Մերին նույնպես ունեն իրենց երջանիկ ավարտը՝ որդու ծնունդը։ Նրանք որոշում են նոր կյանք սկսել Սոսի հետ միասին տեղափոխվելով Ռուսաստան։ Սոսն ինքն է նախաձեռնում մեկնելը, հասկանալով, որ արդեն իր առաքելությունը Աննայի կյանքում ավարտվել է։ Լիլիթի մի ամբողջ սերիալի ընթացքում չհանդարտվող մոլագարությունը վերջապես ստանում է իր արժանի պատիժը, սակայն ոչ հոգեբուժարանում։ Նա ազատազրկման է դատապարտվում հենց Միքայելի սպանության համար։ Միքոյի մահը դառնում է այն վերջին կետը, որը փակում է Լիլիթի մղձավանջային ու ավերիչ պատմությունը։ Ժամանակն անցնում է, Միքոյի մահից անցնում է 5 տարի։ Աննան շարունակում է ապրել Միքայելի տանը, շրջապատված Հենդոյով, իր 4 զավակներով, Հենրիով, Անգելինայով, Ֆայնայով և Դավիթով, ինչպես նաև իր թոռնիկով, փոքրիկ Միքայելով։ Վերջին սերիայում Հենդոն համբուրում է Աննայի ձեռքն ու խորապես ներողություն խնդրում տարիներ շարունակ իր դաժան և կույր վերաբերմունքի համար։ Նա խոստովանում է, որ Աննան մաքուր մնաց մինչև վերջ, իսկ իրենց ընտանիքը փրկվեց հենց նրա ուժի շնորհիվ։ Եվ վերջում մնում է վերջին հուզիչ հանդիպումը Հանրապետության հրապարակում։ 5 տարի անց Աննան, Սոսը, Հենրին ու Անգելինան հանդիպում են ճակատագրական հանգուցալուծման կետում։ Սոսը տարիներ շարունակ կրելով սիրո բոցը սրտում, կրկին խոսում է, կրկին խնդրում, որ Աննան միանա իրեն, բայց Աննան մնում է նույնը, նա մերժում է Սոսին, ընտրելով մենությունը, սակայն սիրով լցված մենություն իր ընտանիքի ու Միքայելի հիշատակի կողքին։ Այս ամենով սերիալը պսակվեց ամենագեղեցիկ ու արժանապատիվ ավարտով, որը կարելի էր պատկերացնել։ Մի ավարտ, որին համադրելի էր և ցավը, և ներողամտությունը, և կորուստը, և վերածնունդը։ Շնորհակալություն մեկ անգամ ևս Դիանա Գրիգորյանին ու նրա ամբողջ ստեղծագործական խմբին մեզ նման հզոր պատմություն նվիրելու համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Եվ մի մոռացեք, նոր սերիալները, նոր նախագծերը դեռ առջևում են։ Հետևեք մեր էջին բացառիկ նորությունների համար։ Սիրով սպասում ենք ձեր մեկնաբանություններին կապված վերջին սերիայի և սերիալի ընդհանուր ավարտի վերաբերյալ։